Ոչ միայն պատգամավորներով, այլ մի քանի տասնյակ ՀԿ-ներով, արտախորհրդարանական ուժերով, ազգային փոքրամասնություններով դեպի սպառիչ պատասխաններ։ Նպատակը հստակ է՝ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ոչ միայն քաղաքական ուժերի տեսակետները պետք է հնչեն, այլ բոլորի ձայնը լսելի լինի։ Պետայրավական հանձնաժողովը 100-ից ավելի հայտ է ստացել։ Գրանցվել են 80-ից ավել կազմակերպություններ եւ հայտ է ներկայացրել մոտավորապես 100-ից ավել մասնակիցներ այս լսումներին։ Այստեղ են գտնվում եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ եւ արտախորհրդարանական քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, փաստաբանական պալատի ներկայացուցիչներ, դատական դեպարտամենտից։ Դահլիճում ազատ աթոռ չկա, տրամադրվում են 7 ժամվա աշխատանքի ու նախ լսում նախագահի ներկայացուցչին։ Վարդան Պողոսյանը երկար ներկայացրեց նախագիծը իր հիմնական դրույթներով, պատրաստ է ամբիոնից չհեռանալ, մինչև վերջին հարցին չպատասխանի։ Դրանից միայն մայրօրենքը կշահի, փաթեթում միասնական կամքն արտահայտված կլինի։ Քննարկման նպատակը այսօր գոնե հանձնաժողովի տեսանկյունից կայանում է նրանում, որովհետեւ մենք ունենանք այնպիսի սահմանադրություն, այնպիսի բարեփոխված սահմանադրություն, որը ունենա շատ ավելի երկար կյանք եւ կարողանա ապահովել բոլոր այն խնդիրների լուծումը, որոնք սահմանադրական հանձնաժողովը ներկայացրել էր դեռևս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Առանձին տողով ու հատուկ ձևով Վարդան Պողոսյանը ընդգծեց այնինչը նախագծի մեխն է։ Այնինչ չկար 95-ի սահմանադրության մեջ, չստացվեց դրան հասնել 2005-ի փոփոխությունից հետո, կլինի հիմա։ Մայրօրենքի նախագծի կենտրոնում մարդն է։ Նախագիծը մարդակենտրոն է, ոչ թե իշխանակենտրոն։ Հանրապետության նախագահի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագիծը որպես հիմնական նպատակներ իր առջև դրել է երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը եւ իրավական պետության անկյունակարը հանդիսացող իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը։ Իրավական պետությունում իշխանությունը սահմանափակված է մարդու անմիջականորեն գործող հիմնական իրավունքներով, իսկ պետական իշխանության գործունեության հիմքում ընկած է իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը։ Վարդան Պողոսյանն այստեղ էլ ընդգծեց Վենետիկի հանձնաժողովի բարձր գնահատականը, հետո երկար կանգ առավ ընդդիմության դերի վրա։ 1/4-ի պահանջով քննիչ հանձնաժողով ստեղծելուց 1/4-ի ստորագրությամբ գումարվող արտահերթ նիստից մինչև պաշտոնյաների ընտրություն։ Այդ դեպքում որոշելու է падգամավորների 3/5-ը, այսինքն իշխանություն ընդդիմություն կռվին վերջ է դրվում։ Սա բնականաբար հնարավորություն է տալիս ընդդիմությանը, որպեսզի իր ձայնը լսելի լինի, այսինքն միայն ընդհանուր թվի մեծամասնությունը բավարար չի լինելու, որպեսզի օրինակի համար ազգային ժողովը ընտրի գլխավոր դատախազին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, կենտրոնական բանկի նախագահին, հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի բոլոր անդամներին, ընտրի վերահսկիչ պալատի նախագահին եւ վերահսկիչ պալատի բոլոր անդամներին։ Նաիրա Զոհրաբյանին կայուն մեծամասնությանը վերաբերող հոդվածն է հետաքրքրում, այն կփոխվի թե ոչ։ Հանձնաժողովի անդամները Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածության մասին են տեղեկացնում։ Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում ոչ առաջին փուլում, ոչ էլ կոալիցիայի միջոցով, ապա կարող է ընտրական օրենսգիրքը նախատեսել երկրորդ փուլ։ Կարող է նախատեսելը չի նշանակում, որ պարտադիր պետք է նախատեսի։ Վենետիկի հանձնաժողովը մեզ հետ հանդիպումների ընթացքում խոստացել է, որ իր երկրորդ նախնական կարծիքը ներկայացնելու է մինչև սեպտեմբերի 12-ը եւ այդտեղ անդրադարձ է լինելու նաեւ 89-րդ հոդվածի հետ կապված այդ հավելյալ կարգավորումներին։ Բաղրամյան 26 չգնացած ու քննարկումներին չմասնակցած ՀԱԿ-ն այս անգամ ներկա է։ Լևոն Զուրաբյանը եկավ ու միանգամից սկսեց առեղծվածներ փնտրել։ Վարչապետի տեխնացուի առաջադրման դրույթում հակասություն է տեսնում նախագծում գրվածի ու Վենետիկի հանձնաժողովի շարադրածի միջև ու զարմանում, ինչու Վենետիկի մասնագետները դրան չեն անդրադարձել։ Կամ դուք խաբեբա եք եւ ներկայացրել են կեղծ թարգմանություն, կամ Վենետիկում ուղղակի կարդալ չգիտեն փաստաթղթերը։ Պատասխանից առաջ նախ ողջույն Հայկին Հովանես Սահակյանից ու շնորհակալություն դիրքորոշումը փոխեցին եկան։ Նախ շնորհակալություն, որ դուք այնուամենայնիվ փոփոխություն եք մտցրել ձեր քաղաքական դիրքորոշման մեջ եւ մասնակցում եք մեր լսումներին, նույնիսկ հարցադրումներ եք հնչեցնում։ Մենք ողջունում ենք ձեր այդ քայլը։ Բոլոր հարցերին հերթով ու մանրամասն պատասխանող Վարդան Պողոսյանն այս դեպքում էլ կարգ չխախտեց, սկսեց պիտակներից։ Պարոն Զուրաբյան, էպիթետները պահեք ձեզ, հանցավոր, խաբեբա, այդ էպիթետները կարող են նաև ձեզ վերագրվել, ձեր խմբակցությանը վերագրվել, եկեք այդ հարցին չանդրադառնանք, այլ անդրադառնանք փաստին։ Եթե դուք բարի լինեիք եւ
նայեիք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական վեբկայքը, ժամանակին այդտեղ դրված էր, հիմա էլ կա դրված այն թարգմանությունը, որը որ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, մինչև Վենետիկի հանձնաժողովի կողմից 2015 թվականի հուլիսի 30-ին տրված առաջին նախնական կարծիքը։ Եվ այդտեղ սևով սպիտակի վրա թարգմանված է այն, ինչը որ կա, ինչպես գործող նախագծում, այնպես էլ նախորդ նախագծում։ Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը ակտիվ քննարկվող մյուս հոդվածն է բացել։ Գրված է. ընտանիքը կնոջ եւ տղամարդու միություն է, միմյանց հետ։ Որոշ գործիչներ ենթատեքստեր են փնտրում։ Երկու տղամարդ որ կան հայկական մեր երկրի ԶԱԳՍ ու ասեն ուզում ենք պսակվենք։ Մեկն էլ ասի, որ ես կին եմ ինձ զգում։ Այդ մարդիկ կգրանցվեն, թե չէ։ Գործող սահմանադրությունում միմյանց հետ ամուսնանալու բառակապակցությունը չկա, առաջարկվող նախագծում կա։ Ինչու է այս հարցը այսքան չարչրկվում եւ պարզապես նենգափոխվում։ Որոշ մասնակիցների մտահոգությունը չփարատվեց, տեղից բղավում են, որ անգլերեն տարբերակի մեջ հոգնակի է գրված կանանց ու տղամարդկանց միություն։ Այդ լավա որ անգլերեն գիտեք, վերցրեք հայերեն կարդացեք։ Ուրեմն երբ որ բարձր եք խոսում, չի նշանակում ճիշտ եք խոսում։ Պետական լեզուն հայերենն է եւ մատն էլ իջեցրեք։ Լույսով այս կանչե ոստիկանները հանեց։ Կասկածները փարատելու համար Հրայր Թովմասյանը տարբեր ձևակերպումներով պատասխանեց. ընտանիքը մեկ կնոջ, մեկ տղամարդու միություն է։ Կին տղամարդ գրված է եզակի, ոչ թե հոգնակի թվով։ Միասեռ ամուսնությունները Հայաստանի սահմանադրության ամրագրված դրույթների իմաստով ընտանիք չեն, իրենք չեն կարող դիտարկվել որպես ընտանիք, չեն կարող գտնվել պետության հոգացության ներքո։ Մի քանի տասնյակ հարցերին մանրամասն պատասխանող մասնագետները հիշեցնում են, նախագիծը քարացած չէ, շատ բան փոխվելու է ու արդեն փոխվել է տարբեր առաջարկների հիման վրա։ Շակե Ղազարյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։